Լարսում հիմա կուտակումներ են մեքենաների, այս ամենը կապված է հայ-ռուսական բարդացող հարաբերություններով, իսկ մեր թիմը, Սիվնետի թիմը հիմա գնում է դեպի Լարս հասկանալու իրավիճակը տեղում, զրուցելու մարդկանց հետ, հետևեք մեզ։ Դալի մտնում է այդ անցնում վրա մարդիկ անքներով են անցնում, որ փողոց ուզում են անցնել։ Հայտնի կայծակի տեղն է, այստեղ կայծակը հարվածել։ Ֆորն ու այշուկները։ Մենք այս պահին հայ-վրացական սահմանին ենք, արդեն հատել ենք Վրաստանի սահմանը եւ շուտով կուղևորվենք դեպի Վերին Լարս։ Լույս չկա ձևի համար։ Եղինա հովեկով է սենց են։ Կարող է, հա։ Պես ինչ-որ հանդե մոմ է։ Շատ ջիրա է տակա։ Ջերմուկի պես բան է երևի։ Մեքենաները որտեղից են բերել, Հիմա Լարսի սպասման կետում եմ, ստեղից մի 2 կիլոմետր են կողմ Վերին Լարսի, արդեն ռուսական անցակետն է, այս հատվածում որպես կանոն բազմաթիվ մեքենաներ բեռնատարեր են լինում սպասման կետում, այս շրջանում, այսինքն հունիս ամսին մեծամասամբ այստեղ լինում են Միրգ բանջարեղեն տեղափոխողները, բայց հիմա այստեղ մի 10 բեռնատար կարող է լինել, մի մասը Վերին Լարսի անցակետում սպասում է, մի մասը մի 2 տասնյակ օր, միգուցե այդպես են ասում այստեղի հավաքված վարորդները, որ սպասում են, մյուս մասը նախընտրում է չգալ։ Ներկայացին կոնյակ է մեքենան բեռնված, կոնյակ եմ տեղափոխում Մոսկվա։ Հաջողվում է։ Հա, ես արդեն այս տարվանից մի քանի անգամ տարել ենք, խնդիր չի առաջացել, ոչ մի անգամ։ Ճիշտ ասած, նայած որ զավոդի կոնյակն է, ասենք զավոդներ կա, ասենք առանց խնդրի հանգիստ գնում է։ Դուք լսել եք այն լուրերը, որ չեն թողնում ֆուրերը անցնեն։ Ու լսել ենք, դա վերաբերում է միայն ու միայն մրգին։ Միրգ բանջարեղեն։ Միրգ բանջարեղեն, այո, ծաղիկ, այնտեղ
Հեսա ներկապային գիլասի սեզոնն է, ծիրանի սեզոնն է, ասենք մի բանջարեղենը բացարձակ չեն թողում տանեն, այսինքն ռուսը թույլ չի տալի, որ Ռուսաստանի սահման մտնում այնտեղ ֆիտոսանիտարի ծառայություն կա։ Մի խոսքով ռուսը թույլ չի տալի։ Այնմիսների դեպքում խնդիր չկա։ Մնացած տեղը խնդիր չկա։ Մենք մինչև Վրաստանը դուս եկանք արդեն նեյտրալ կա, մտնում ենք Լարս Տամոժնիա։ Այնտեղ թույլ չեն տալի։ Բայց իշխանությունը ասում է ամեն տարի sense լինում է, էլի նորմալ։ Դա մի քիչ թեթևակի լինում է, ճիշտ են ասում, բայց sense գլոբալ չի։ Sense չի եղել, ճիշտ է։ Փառք Աստծո։ Մեր Դաժե գարաժի փոքր սեփականատեր ասենք sense Mercedes-երով, Ford-երով 500 կիլոմետր տոնոց դրանք են թողում։ Մնանք Իսկի մեջ է։ Չկա, ոչ մի ձևի չկա։ Դուք ինչ եք բերում որպես կանոն։ Ես ընդհանրապես բերում էի մրգեր, բանջարեղեն, իսկ հիմա այդում եմ դատարկ։ Դու եք դատարկ, որ ուրիշ բան բերեք։ Հա, հիմա այնտեղ հաստատված գրուզում եմ, պետք է դատարկ եթամ հասնեմ Որոնեժ, որ Որոնեժից այդ գրուզը բերեմ։ Հա, կրուզը բերեք։ Բայց ինչ բնույթի կրուզը։ Տեխնիկա բան են, խազեստվինի ապրանքներ են, էլի։ Ձերը սառնարան, այսինքն նախատեսված է մի բանջարեղեն։ Իմ մեքենան նախատեսած է միրգ բանջարեղենի համար։ Բայց որպեսզի ասենք գրուզ չկա, Ռուսաստանը չի ընդունում, ստիպված դատարկ։ Եթանք որ ասենք Դատարկ գնաք ինչ որ բանով գաք, այսինքն դուք տուժում եք ֆինանսապես։ Իհարկե տուժում եմ, իհարկե։ Մենակ ինչի ասենք տուժելով չէ, ես ամենից ասենք ամեն մի փոխանցումից ես գումար եմ պետական հարկեր եմ ուծում։ Հայաստանից հիմա գալիս ենք Կազբեկիստանյան են վրացին նորմալ աշխատում է, նորմալ թողում է դեպի Ռուսաստան։ Ինչ հարց ուզում են լուծեն, Ռուսաստանի տերիտորիայում պետք է լուծվի այդ հարցը։ Ստե հարց լուծել տարբերակ չկա։ Ինչ պետք է լուծես, դե վարորդը ինչ ասել, եկել է մտել դուրս է գալու գնա դեպի Ռուսաստան։ Ես գիտեմ որ Վրաստանում խնդիր չկա, մտանք դուրս եկանք գնացին, ինչ խնդիր ունենք Ռուսաստանի հետ ունենք։ Հիմա վարորդների կարծիքը, մտքի Իմ տնից եկել եմ բարձել, հիմա եկել եմ Կազբեկ եմ ասել, հələ իմ 24 ժամը չի լրացել, ես արդեն Կազբեկ եմ, Եքստայան կանցել եմ արդեն։ Որ պետք է արդեն մտնեմ Ռուսի հողը, այս 2-3 ժամից պետք է մտնեմ Ռուսի հողը, Ռուսն է վերջնականը պատասխանը տալու, վրացին ինչ, վրացի հողում ինչ պետք է ասենք մենք։ Ուտելիքը ստեղ եք պահում, ստեղ էլ քնում եք։ Այսինքն այս տունը քանի օր է սա ձեր տունը լինում, այսպես ասած։ Դե առաջ ասենք այս ստայանկաները, բաները որ չկային, այս sense հերթերը, շոշեիները կայնում էին, դաշնք միջև անգամ մի ամիս էլ։ Մի ամիս Էթալ գալը իրար հետ, ասենք, վաղտայլը չնայած մի ամիս հենց բանում ենք կայնում։ Անցակետում, Լարսում։ Անցակետում չէ, չհասած Վլադիկավկազ, այնտեղ ճանապարհի կողմ ենք կայնում։ Հա, բայց ստեղ քնում եք, ստեղ սնվում եք, ստեղ այս մի Ասենք, եթե ասենք հնարավորություն կա ինչ-որ խանութի կողք ճաշարանի մոտ կայնել, այնտեղ ենք կայնում, եթե չէ, խանութից առնում ենք։ Իսկ բեռնափոխադրողները մենակ են գնում, թե ուրիշ վարորդ չկա, որ փոխարինի ձեզ։ Չէ, մենակ, որովհետև երկրորդը արդեն ոնց ասած ավելորդը։
Դա ասենք կան մարդիկ, ասենք երեխաներ ունեն դրսում, ասենք կարողական ոչովե գալի հետը Կնոջդ կնոջը։ հա երեխեքին համել ոնց ասած երկու Հիմա դուք երբ եք ձեր ընտանիքին տեսնելու։ Դե հիմա էդի կախված ասենք իմ Բայց որպես կանոն քանի օր է տևում մի ռեյսը։ Եթե իմ հաշվարկով ես պետք է ամսի 26-ին տուն ելնեմ, որովհետև առիթ ունեմ, էլի ասենք իմ հաշվարկով, բայց ասենք թորյան ու պրակտիկան երբեք իրար հետ չի բռնում։ Դա ապացուցված բան է, էլի ասենք, ինչքան էլ ուզում ես թուղթogrիչով հաշվարկեն արա, բայց վերջի իտոգը պրակտիկան է։ Պրակտիկան է կամ ինչ-որ Вообще, թուղթը չի բռնում։ Դե Ոսի մեջի հաշվարկն չի բռնում, դրա հետ։ ձեզ ամփորձանք վերադարձ։ Ապրեք։ Ուրեմն գնացինք Լարս 450 կիլոմետր քշեցինք, հասանք Լարս, զրուցեցինք վարորդների հետ, հասկացանք իրավիճակը, իսկ իրավիճակը հետևյալն է. ռուսական կողմը թույլ չի տալիս բանջարեղեն, միրգ, ծաղիկ, դրանով պայմանավորված այդ մրգերը, ծաղիկը տեղափոխող բեռնատարերը հնարավորինս այլ ապրանքներ են տեղափոխում։ Նույն օրինակ ջերմիկի մեքենաներ տեսանք, որոնց վարորդները տեղափոխում են այլ բնույթի ապրանք կամ ընդհանրապես դատարկ են գնում, որպեսզի բերեին այլ ապրանք Հայաստան։ Սա է իրավիճակը ու վարորդներն ընդգծում էին, որ նման իրավիճակ երբևէ այս ինտենսիվությամբ չի եղել։ Իսկ այդ սիրուն տեսարաններն էլ դե Վրաստանի լեռներն են, Ստեփանցմինդային մոտ ենք, հեռվում էլ նաև այդ քաղաքները երևում է թիկունքում։ Լավ է։